իմ տան տարածքում եմ դա հասկանա։ Եկել եմ զրուցելու, ինչ է էլ։ Արամիկ թող գնա, ես քեզ կպատմեմ։ Արա ցելդ կտրատելիան։ Ինչ է որ արփած է։ Ճիշտ է խմած եմ, արփած եմ, բայց ուղղակի զարույթը կաշխատում է։ Ես կո։ Արամիկ ինչ ես անում։ Զատկելը տեկել է արա։ Ցելդ կտրատելի։ Ես ինչ խաղեր ես տալի կտիս տակարա։ Ես ինչ խաղեր ես տալի կտիս։ Սխալ կարծիք ես կազմել Արամիկ։ Ուզում ես իմանաս։ Ինչի համար մեկ է։ Սուսմնա։ Դուրս գնա ցինիկ։ Ախմա որ ճիշտ ասեմ։ Ճիշտ ասելու ժամանակ չկա։ Անցավ դրա վաղթը արա ատոմիկ։ Վերջը համոզվեցիր չէ որ տանդ մեջ դավաճանվում ես ապերչան։ Հիմա հետը կոննա իտ պեչացած։ Վերջը տեկավ։ Պապ, մի խափի ինձ։ Բայց ինչ պիտի խափեմ այ բան։ Մի բան կա, որ դու ուզում ես գնալ երկրից։ Այսինքն այդ դու ես ուզում, բայց իրականում չես գնա, որովհետև ես չեմ թողնի, պապա։ Բայց ինչի չես թողնի։ Իսկ ոնց թողնեմ, եթե դու ինձ պետք ես։ Եթե դու գնալու տեղ չունես։ Ինչպես նաև պատճառ էլ չունես գնալու, պապա։ Բայց գնալու տեղ միշտ էլ կգտնվի, եթե մարդու մտքին տեղ լինի։ Բայց քո տեղն էստեղ է, պապ։ Քո միակ հարազատն էլ ես եմ։ Այդ ինձ թողնում ուր ես գնում դու։ Բայց ուզում եմ գնամ հեռու։ Շատ հեռու։ Բայց ես չեմ ուզում։ Դե թե սենց պիտի գնահատեր քո ազատությունը, եթե պիտի թողներ ինձ մենակ ու գնայր, այնա մնայր քո համար են փակ տարածության մեջ ապրեիր էլի։ Նիա։ Ու ինչն է քեզ սենց ուրախացնում։ Այ բալես սիրտս ուրախությամբ է լցվում։ Երբ տեսնում եմ, որ դեռ թանկ եմ քեզ համար, որ դեռ ինձ տեսնել ես ուզում։ Պապա, ես ուզում եմ, որ դու միշտ իմ կողքին լինես։ Ես ուզում եմ, որ ամեն վայրկյան գիտակցեմ, որ դու կաս, որ դու իմ կողքին ես։ Ցավոք եմ, բայց դու իմ կարիք ունես։ Իսկ դու ինչ գիտես, պապա, ես քո կարիքն ունեմ, թե չունեմ։ Այ բալա դու հիմի վլադ ունես։ Եթե վլադը չլիներ, ես ինքս քեզ մենակ չէի թողնի։ Պապա, Վլադն իրա տեղն ունի, դու քո։ Մի խառնի իրար, հա, խնդրում եմ։ Իմաստը որն է գնալուդ կասես։ Իմաստը։ Հա։ Բալես իմաստ կա։ Երդվում եմ քեզ իմաստ կա։ Լավ։ Եթե կա, ուրեմն ասա, ես էլ իմանամ։ Կարող է ես էլ եմ քեզ հետ համաձայնվում։ Պետք չի ցավդ տանեմ։ Դու քո խաղաղ կյանքով ապրի։ Չէ, բայց ոնց որ ինձ մոտ չի ստացվում խաղաղ ապրել, որովհետև քո գնալու ցանկության մեջ ինչ-որ բան կա։ Մութ բան, որի մասին դու չես ուզում ինձ ասել։ Աղջիկ ջան, ես չեմ ուզում ապրել մի երկրում, որտեղ ամեն վայրկյան կարող եմ հանդիպել իմ որդու սպանողին։ Ու հիմա դու ինձ պիտի փորձես համոզել, որ դա է պատճառը։ Քիչ է։ Քիչ է։ Գիտես ինչի։ Որովհետև այդ նույն երկրում ապրում է քո աղջիկը, որին դու պետք ես, ու որին դու չպետք է մենակ թողնես։ Մի րոպե, այսօր, պապա։ Գնամ բալես։ Շատ մնացի։ Չէ, մի րոպե։ Այս գնալ չես, փախչել է, պապա։ Որովհետև դու զգում ես, որ ես իմ հարցրով կարամ ինչ-որ բաների հասնեմ։ Չէ, բալես, ես գնում եմ, որ ամուսինը չգա ու դժգոհություն հայտնի իմ հայտնվելու։ Պապա, Վլադը չի դժգոհի։ Դու էլ հիմա այսօր մահանա մի բռնի, հա, ինչա թե շուտ գնաս։ Լավ, դու էլ տենց մեղադրող հայացքով ինձ մի նայ էլի։ Իսկ ինչի դու մեղավոր ես։ Հա։ Հա։
Հա, մեղավոր ես, պապա, ու ես քեզ այսքան ժամանակ շատ եմ ներել, շատ, բայց եթե դու հանկարծ որոշես ու գնաս, սա արդեն ես քեզ չեմ ների, լսում ես, սա արդեն ես քեզ չեմ ների։ Արամիկ մի արա, Արամիկ մեղք եմ, հիշի, որ քո երեխուն եմ ես սպասում, որ Արամիկին դավաճանեն, որ Արամիկի գլխին պոզեր աճացնեն, արա դու տենց էլ չջոգեցիր, որ ես կտոր կանեմ քեզ այ լիրբ, բայց ես քեզ չեմ դավաճանել, չես դավաճանել, ասում ես չես դավաճանե, այ դու սնգած, ես ինչա բա, քո հետ եմ, ես ինչա եթե չես դավաճանե, ես ինչա բա, Արամիկ չես թողում, որ ես խոսամ, ինչ խոսաս, արա ինչ խոսաս, տազա սուտ օրին ես, պետչի քո եմ, պետչի տազա սուտ օրին ես, որովհետև ես քեզ էլ եմ սատկացնելու, սրա հետ ճամփա ես ընկնելու, լսում ես, Արամիկ խնդրում եմ, լսի ինձ հետո կսպանես, խնդրում եմ քեզ, մերս ինչ ասում էր ճիշտ էր ասում, ճիշտ էր ասում մերս քո հաշվով արա, դու ճիշտ էր ասում որու, տոր սպանի ինձ, բայց իմացի, որ անմեղ տեղն ես ինձ սպանում, ոնց են Ատոմին անմեղ տեղը սպանեցիր, ինչ ասիր արա, Արամիկ, ինքը եկել էր ինձ հաջող անելու, ինքը երկրից գնում էր ու եկել էր ինձ հրաժեշտ տալու, էշի տեղ չդեմ ես ինձ, ես քեզ չափից ավել եմ վստահել, չափից ավել եմ էշի դեր խաղացել, լսում ես անի, չափից ավել ես խապելից, էլ քեզ ավատացող չկա, ես Ատոմին ասեցի որտեղ եմ, ես ուզում եմ ես ամեն ինչը շուտ ավարտվեր, որ ես ու դու հանգիստ իրար հետ ապրենք, Արամիկ, ու ավարտվեց, ավարտվեց, նայի Ռոմեոն գետնինա, նայի Ջուլիետն էլ կողքին նստած, բայց դու այդքան մի անհանգստացի, ոնց էր, հա, հիշեցի, հեսա Ջուլիետը կհայտնվի Ռոմեոյի ուսին, քիչ ա մնացել, շատ քիչ, դու քո հիվանդ խանդի պատճառով տես ինչ արեցիր, դու մենակ Ատոմին չես սպանել, դու քեզ էլ ես սպանել, իմ համար դարդ մի արա, դու քո դարդը լացի, որտև հեսա ճամփա ես ընկնելու, ճամփա հեռու, ես Ատոմից ուզում եի ազատվել, հասկանում ես, ուզում եի ազատվել, ուզում եի քո այդ նորմալ կյանքով ապրել, բայց ես չիմացա, որ ամեն ինչ սենց կվերջանար, դու սուտ ես ասում, գոնե հիմա մի խափի, դու սուտ ես ասում, քո բերանը ճիշտ խոսք չկա, դու միշտ խափում ես ինձ ու խափել ես, Ատոմին հավատացիր, չէ, իսկ Ատոմը խմած էր, ինքը ուզում էր քեզ հունից հաներ, ու տես ինչ արեցիր, Անամիկ, ինչ արեցիր, չեմ ուզում քեզ լսել, բերանդ բագի բերանդ, հիմա գիտես ճիշտը, դուր սպանի, ինչի ես սպասում, դուր սպանի, ու կսպանեմ, դե սպանի, իմանալով որ սրտիս տա քո երեխուն եմ մեծացնում, սուս, չեմ ուզում լսել, սուս, սպանի ասում եմ, կսպանեմ արա չխաղաս հետս, մի խաղայի մետ Էրիկա, մի խաղա, իշքան խաղացիր Էրիկա,
Լսի Ժանո, ինձ պետք է որ դու պարզես։ Պարզես, թե ով է այդ լակոտը։ Բա որ պարզվես տղետա, ինչ անա։ Այդ հետո արդեն։ Հետո կմտածենք ինչ ենք անում, բայց մեկ ընդ միշտ հիշի։ Ես մի տղա ունեմ։ Այդ տղեն դու ես։ Ալո։ Աղբերս Արամիկն է, ոնց էին ասում են, հորող պորդ պորջ լակոտը։ Ինչ կա Արամիկ, ինձ ինչ ես հիշել։ Ժանո, աղբերս, դու ինձ մի անգամ օգնության ես ասել։ Հիմա էլ պետք է ձեռք բռնես։ Ինչ ես արի արա, որ իմ օգնության կարիքն ունես։ Սպանել եմ, ապեր սպանել եմ։ Ում ես սպանը արա։ Են անասունին, են ամբալին ապեր եմ, որ մի անգամ ձերքս բրծրիր, նրան սպանել եմ, որդել եմ, սպանել եմ։ Ատոմին, ապեր ատոմին։ Ինչ արիր։ Թե քեզ կործանեցիր։ Թե ինձ։ Սիրածիդ մահն ես ողբում։ Ամեն ինչ լավ կլինի։ Չէ, չի կարել լավ։ Դու մենակ չես սոս։ Մենակ։ Ինչի եք պայքարում։ Մարած կրակն էլ չեք վառի։ Մոխիրներից կրակ էլ չեք ստանա։ Մորիցս տանք ես ես կյանքում ոչ մի բան չունեմ։ Ու միշտ մտածել եմ, որ մերս հավերժ իմ կողքն է լինելու։ Մայրը սրբություն է։ Ու մենք միշտ մտածում ենք, որ մեր մայրերը հավերժ ապրելու են։ Բայց ցավոք, այս կյանքում հավերժ ոչինչ չկա։ Իսկ ես ոնց եմ ապրելու, եթե նրան կորցնեմ։ Կապրես դու ուժեղ տղա ես։ Չէ, չեմ կարող։ Ոնց ապրեմ, եթե կյանքիս իմաստը կկորի։ Հարազատներ կորցնելուց միշտ տենց է։ Թվում է, թե կյանքը իր իմաստը կորցրեց։ Այս արի ուտես, որ Աստված կյանքն ու բնությանը նենց է ստեղծել, որ կյանքի իմաստը գալիս է։ Իսկ դու ուժեղ տղա ես։ Դու կանցնես ես բոլոր դժբախտությունների միջով։ Չեմ կարող։ Կարաս, դու իմ տղեն ես։ Իսկ ես երբեք գլուխ չեմ խոնարել դժբախտությունների առաջ։ Դե մի բան արա, պապ։ Մի բան արա, որ ապրի մերես։
Սաղը։ Սա կողմ սխալես։ Արա հանգստացի վրա։ Հանգստացի թե չէ, սա մի երկու հատ էլ ես քո վրա կշարեմ։ Սի պետք է սատկի։ Եթե ողջա խնդրում եմ հիվանդանոց հասցրեք, էլի խնդրում։ Ջանո ջոգում ես։ Ջանո ջոգում ես, ես դեպի իրացի մասինալը մտածում ջոգում ես։ Ո՞ւս մնա։ Ես պետք է սրա սատկացեմ։ Սմն, արա, ուզում ես հերդ իմանա ինչ ես արել։ Ուզում ես հերդ իմանա ինչ ես արել։ Հա։ Դրա վաղտը չի հիմա։ Դե ուրեմն սուս ես մնում, ու անում ես այն, ինչ ես եմ ասում։ Հասկացար, դու ես սուս ես մնում, աղջի։ Ախպիր, օրս արեմ, բա ես ինչ անեմ, ոնց վարվում ես նրբիտ Ջանո։ Ախպիր։ Սուս մնա։ Ասա խնդրում եմ Սուս մնա, Արամի։ Սրանով հետո կզբաղվենք։ Սուս մնա, ասում եմ։ Սրանով հետո կզբաղվենք, ես ասում եմ։ Իսկ հիմա ես կիսատ թողած մեռելիդ պետք է հասցնենք հիվանդանոց։ Չէ, սի պետք է սատկի։ Արա էսի պետք է փնտրի։ Թե չէ դու ճասեմ ոտով գլխով ինչի մեջ ես։ Հասկացար, էսի պետք է ապրի։ Եթե էսի չապրեց, լավ չի լինելու։ Դերի ձեռից չենք բարձանելու։ Բարձացի վերև դու, գնա վերև։ Արամիկ հանգստացի։ Ես ինչա որ դու չկարենաս Կլարա։ Դու ինչի սենց բաներ ես արել։ Սենց դժվարություններ ես հաղթահարել։ Բան չկա։ Ես ինչա մեզ համար։ Հիմար լակոտ դուրս եկար։ Լավ, դու մի անգամ ինձ առաջարկություն արեցիր ու տեսար ինչ եղավ։ Դու ո՞նց ես ծաղիկներով վեր կացել ու գնացել մեր տուն, հա։ Գնացել էի ձեռքդ խնդրեի։ Դու ո՞նց կարասի մեզ սիրուն ձեռքը խնդրես, հա։ Ինչի՞, ինչ ա եղել որ։ Ոնց թե ինչ ա եղել։ Դու ինձ ու քեզ կողքից պատկերացնում ես։ Միանշանակ։ Ամենաիդեալական զույգն ենք։ Թող անցորդներն ասեն։ Լավ, արի խնդրենք Կլարան թող ասի, ոնց ենք նայվում։ Հենա, սահում այնտեղ։ Կլարան ով է։ Այն բարալիկ կազմվածքով աղջիկը։ Այն որ իրան առաջին երկրորդ անգամն է փորձում սառույցին։ Գնանք խնդրենք թող ասի, ոնց ենք նայվում։ Լսի մի բոմժել ինքնակոպես։ Հերիքա։ Դու էլ իսկը մայրիկդ ես։ Ինչ ես ինձ այդքան վիրավորում։ Կասես։ Դու ես չգիտեի որ դու վիրավորվել գիտես կներես։ Ես շատ բարձր արժանիքներ ունեմ։ Ուղղակի դուք դա դեռ չեք հասկանում։ Հա, թույլ տվեք շաքաղվել։ Արժանիքներ ունեմ։ Շաքաղվի։ Քո պատճառով։ Իմ մաման։ Կենթանական աշխարհի ամբողջ լափը գլխիս ա թափել, դու գոնե գիտես այդ։ Քո պատճառով։ Ու ոչ մի անգամ չգոված գլուխս չասեց, այ տեսեք ինչ լավ տղա դուրս եկավ, ազնիվ մարդ է։ Բերել ա մեր ոսկիները հետ ա վերադարձրել։ Չասեց։ Ճիշտ նկատեցիր։ Մեր ոսկիները, ոչ թե ձեր։ Հա, բայց կարայի նաև չբերեի։ Չբերեիր, վրաս էլ մուննատ չգայիր։ Կարմեն ջան, ես դրանք բերել եմ խանում քեզ։ Այսինքն այլ կերպ ասած, քո սիրուց դրդված եմ կատարել այդ քայլը ես։ Լսի կլինի այդ գրական, կուլտուրական բառերով ոչ քեզ տանջես ոչ ինձ, ու ընդհանրապես կարաս մոռանաս իմ մասին։ Ես կմոռանամ, խնդիր չկա։ Սիրտս չի մոռանա, Կարմեն, սիրտս։ Ոնց եք աղուդիկներ ջան, ոնց եք ձեզ զգում։
Տեսա Կլարան սարցի վրա ինչ տրիպներ էր անում։ Մենակ սա էր պակաս, էս էլ եկավ։ Հարսիկ ջան, այդ ինչ ես ինձ կոպտում։ Հարսիկ? Ով ես? Ես եմ Հարսիկ? Ես ես ինչ Հարսիկ։ Կլարա ջան, գնա մի քանի կռուգել պտտվի, մենք հեսավ վերջացնում ենք էլի մեր խոսակցությունը։ Գնա։ Հարսիկ։ Ինչ ամփայն տղա դուրս եկար։ Մի հատ էլ Հարսիկից գրկի, ապահով զգայրան, տար սարուցի մեջտեղը մի հատ լավ պտտացրու։ Ինչ մի գտել եք երկու գիժիրար։ Գժեր։ Չհասկացա։ Դու ես անտասիրակին։ Պետք է վերես մեզ տուն ու դրան կնիկ սարքես։ Ես անդաստիրակ կլինեմ, եթե չասեմ։ Բամժեր։ Պատժել է պետք դրան։ Մի հատ էլ ցույց տուր որ տղամարդ ես։ Ես գիտեի, որ ստեղ չեն կարող մամային օգնել։ Ես դու լավ մտածել։ Ես լավն էի մտածում էի, որ բուժվել է մաման։ Ինձ լավ հավատացրել էր, բայց չէ, բուժում չկա այս հիվանդությանը։ Չես կարող հաստատ ասես, մարդ կա։ Այս հիվանդությունով 100 տարի է ապրում, մարդ էլ կա։ Շատ կարճացքում։ Պաստորն առաջին դեպքը մամայի համար չէր։ Իսկ դու լավը մտածի։ Մի խաբիկ ինձ էլի։ Ամենա շատը, որ ես ուզում եմ, այդ քեզ չխաբելն է։ Լավ, բա ես ինչ անեմ, որ մորս օգնեմ։ Մորդ կողքին եղի։ Չէ, մեկը ես չեմ ընդունում, որ ինքը կարա իմ կողքը չլինի։ Դու այդ ուղղությամբ հիմա մի էլ մտածի։ Ալո։ Ինչ լավ է, որ նորություն ունեք։ Վայ մամ ջան, ինչ պիտի հենց մեր հետ սա լիներ։ Հա, շատ լավ։ Ես կգամ հիվանդանոց։ Շնորհակալություն։ Լավի դոլարի համար է ինձ համ։ Դոնորա գտնվել։ Հա, գտնվել է, բայց մի շաբաթից կլինի։ Իսկ ուշ չի մի շաբաթից։ Երևի ուշ է։ Այդ բժիշկը կասի։ Ես պգնամ հիվանդանոց, քեզ մի 2 ժամով մենակ կթողնեմ, լավ։ Այ իհարկե։ Լևի կյանքը ինձ համար էլ է շատ թանկ, բայց նորության դեպքում զանգի։ Չեմ զանգի։ Կգամ տղես չեմ ուզում քեզ մենակ թողնեմ։ Ինչ արեցի ես։ Ես ոնց սա խառնեցի իրար։ Եթե դու չապրես, ես ինչ չանների, չէ։ Ես ինքս չեմ ապրի։ Արամիկը ինձ ողջ չի թողնի։ Ես կրակի հետ էի խաղում ու վառվեցի։ Ինձ երկու բան է մնում։ Կամ մնալու մեռնել, կամ փախչել, ու գուցե փրկվել։ Ես շատ ժամանակ չունեմ, պետք է շուտ կողմնորոշվեմ։ Ելև դիմը գնում է, թող գնա, ինչ ես դարդանում։ Հեշտ ես գիտես խոսում։ Խոսքը հորս մասին է։ Բայց եթե հերեդ ուզում է գնա, ինչ կարես ինչ էլ անես։ Ինք ուզում է գնա, որ խորեն ինչի հանդիպի։ Այնքը դրանից է փախնում։ Վստահ ես։ Այսինքն ինչ նկատի ունես։ Այսինքն հերեդ սա կյանք ստերի մեջ է ապրել ու հիմա էլ կարող է ես շատ իմանամ։ Նենց ես խոսում, ոնց որ դու էլ այնքան մաքուր ես ապրել։ Սա կյանք ստերի մեջ է ապրել։ Չդիմացավ կծեցիր, հա։ Կներես։ Ստիպեցիր։ Իսկ մինչև երբ պետք է երեսով տաս, որ մեր հանդիպման առաջին իսկ օրվանից չեմ ասել Կարմենի գոյության մասին։ Ինչով կյանքից վերջ։
Չէ, կներես։ Ուղղակի ես կարծում եմ, որ չկա տենց մարդ, ով իր ամբողջ կյանքը մաքուր ապրած լինի։ Ինչքան ես սիրում հորդ, որ ինչ անում ներում ես։ Հա, ներում եմ։ Ներում եմ, որովհետև ինքը իմ հերն է։ Ու ես չեմ ուզում, որ ինքը ինձնից հեռու լինի։ Չգիտեմ, կարող է դու ինձ ճիշտ չհասկանաս, բայց չեմ կարծում, որ հորդ գնալու պատճառը Խորենն է։ Մամ ջան, տեսա որ ամեն ինչ լավ եղավ, քեզ փրկեցին։ Սա ժամանակա վրա տղես։ Խապում են իբր փրկվել են։ Ես այն դեպքն է, որ ես ուզում եմ, որ ինձ խաբեն։ Մամ ջան, ինձ մենակ մի թող։ Սոսս։ Տղես։ Բաց թող ինձ։ Չէ, մամ, չեմ կարա։ Քեզ ինչ կա։ Դու կգնաս ես կարոտից ու ցավից կգժվեմ, մամ։ Քեզ ինչա թվում։ Գնացողները կարոտ, ցավ չեն զգում։ Դու չես գնալու։ Մամ, ես չեմ թողի, որ դու գնաս, ես քեզ բաց չեմ թողի, մամ։ Բաց թող ինձ տղես։ Բաց թող ես գնամ։ Չես գնա։ Կգնամ։ Իսկ դու ուժեղ ես։ Դու կհամակերպվես դրա հետ։ Ուժ։ Դժվար։ Բայց կհամակերպվես։ Չէ, մամ, չէ։ Ես կարող ես այս հարախոսը դուրս շպրտեմ։ Ինչի ով է։ Կարմեն անունով հոգեկան հիվանդը։ Տես ինչ է ուզում։ Ոչ ուզում եմ տեսնեմ ինչ է ուզում, ոչ էլ ինձ հետաքրքիր է вообще խիազանգում։ Ալո։ Վլադ, գիտեմ, որ ձայնիցս արդեն զզվում ես, բայց ես ձեր շենքի բակում եմ, խնդրում եմ, դուռը բացարեք ներս գամ։ Աղջիկը մեր շենքի բակում է, ուզում է վերև բարձրանա։ Ինչ անեմ, ես իջնեմ քեզ գրկած բարձրացնեմ, թե դու ինքդ ոտքով կբարձրանաս կհասնես մեր տուն։ Վլադ, աղաչում եմ, տնից հանել են, տեղ չունեմ գնալու, դուռը բացեք ներս գամ։ Բա այդ Խորենը դուր է։ Ինչի քեզ տուն չի տալիս։ Վլադ, խնդրում եմ, ես ինձ խելոք կպահեմ։ Բարին մտքով եմ եկել։ Լսի քո բարի մտքերով գնա գրողի ծոցը, հասկացար։ Թե չէ կիջնեմ այդտեղ, գցեմ մի հատ ավտոյի տակ, քեզ մարդ չի գտնի։ Բայց ինչ էր ուզում գար։ Չգիտեմ ինչ էր ուզում գար, այդ հիմա կարևոր չէ, հիմա կարևորը որ հասկանանք հերդ ինչի է ուզում գնա։ Չեմ հասկանում, ինչ պրոբլեմ կա։ Ադամ Գեորգիչ, դուք մեծ սխալ եք ուզում գործել։ Խիտ, չհասկացա, հիմա ինձ վրա սխալներ ես բռնում։ Ես աշխատում եմ ձեզ ճիշտ ուղղության վրա դնել։ Դա իմ պարտականությունն է, իմ աշխատանքն է։ Դու հիմա ուրիշ առաքելությամբ ես ինձ մոտ ես պահին։ Ես այս պահին իմ աշխատանքն եմ կատարում։ Ու ես ձեզ խորհուրդ եմ տալիս։ Ոչ մի բան չգրեր ձեր որդու անունով, Խորենի։ Արի դու ինձ մի ասա ինչ անեմ։ Այդ հաստատ քո աշխատանքը չի։ Դու պիտի անես այն, ինչ որ ես ասում եմ։ Ամեն ինչ ճիշտ, օրենքի սահմաններում։ Ես լուր հրաման կատարող կարող եմ լինել, բայց այդքան անխիղճ չեմ, որ ձեզ չզգուշացնեմ։ Դու ինձ հիմա չես զգուշացնում, դու ինձ խորհուրդներ ես տալիս, որը ինձ համար անընդունելի է։ Ես չեմ սիրում, երբ ինչ-որ մեկը ինձ ասում է, թե ոնց պիտի անեմ, կամ ոնց չանեմ։ Դուք ուզում եք ձեր որդու անունով գրել բիզնեսի մի մասը, մոռանալով, որ նա դատապարտված էր։ Եթե հայտնի դառնա, որ նա ողջ է, ոչ թե հայտնվի բանտում, այլ հոգեբուժարանում։ Այսինքն մի շնչով ինձ իրականություն վերադարձրիր։ Գիտեմ, ուզում եք ինձ սպանել, բայց ինչ արած, ես արդեն ձեր տանն եմ։ Ես սա քեզ պատուանից ներքև կշպրտեմ ուղղակի։ Վլադ,
Կարանք հասկանանք, թե ինչ է ուզում ինքը։ Ես հասկանալու բան չունեմ։ Սրանրա պոչին կպած ես շենք մտնելու ինչ հույսերում էիր, հն? Ադամեն քեզնից բարի է իմ հանդեպ։ Հա, բայց հիմա իրա բարությունն էլ քեզ չի օգնի։ Հենց որ կգտնես այն մեկին, ում հետ որ ես շենք ես մտել, ու դուրս կգաս։ Հենց հիմա։ Վլադ, կարող ես թողնել իրան։ Ինքը իր կամքով կգնա։ Ասացի չխառնվես։ Թող գոնե ասեմ ինչի համար եմ եկել։ Իսկ ես թքած ունեմ։ Կարաս չասես, գնա առանց ասելու։ Ես փողոցում եմ մնացել։ Բոլորը ինձնից երես են դարձրել։ Ու դու ինքան տգետ ես, որ մտածում ես մենք քեզ պետքա գրկաբաց ընդունեինք, հա? Ինչ էիր մտածում այդքանից հետո որ եկար ստեղ։ Ուրիշ գնալու տեղ չունեիր։ Ես ուզում եմ երախոս տեսնեմ։ Հա։ Շատ խնդալու է, գիտես, հիմա էլ երախումն է ուզում տեսնի։ Այ քեզ բան։ Ուզում եք ծնկի կամ։ Ես ծնկի կգամ։ Այնակ թե թողեք երախոս տեսնեմ, կարմիր հանգստացի։ Ես տեսարաններ սարքելու ժամանակը չի դուրս արի։ Մեր Ճիշտ ասելու ժամանակ չկա։ Անցավ դրա վաղթը արա ատոմիկ։ Վերջը համոզվեցիր չէ որ տանդ մեջ դավաճանվում ես ապերտյան։ Իմ վերջը եկել է։ Ես մեռած մարդ կարամ համարվեմ։ Բայց բանն այն է, որ ես չեմ ուզում մեռնել։ Ուրեմն պիտի պայքարեմ։ Պիտի փրկվելու փորձ անեմ ու կանեմ։ Հա, կփախնեմ։ Կգնամ մի տեղ, որ ինձ չեն գտնի։ Արամիկը ինձ չի գտնի։ Բայց տնես կա այտենց տեղ։ Հորս մահից հետո մտածում էի, որ ինձ հետ ավելի վատ բան չի կարա լինի, բայց եղավ։ Ես մի վիճակում եմ, որն անվանում չունի։ Թող տանի ինձ ես ավտոբուսը ուր ուզում է։ Ատոմը իմ կյանք գույն էր բերել, հորիցս հետո։ Հիմա կյանքս ավելի անգույն է, քան երբևէ։ Ստենային աստավի ջարդվով։ Ախպեր խես զանգե պապային։ Դա ինչ անի արա։ Դա գիտեմ մի բան մտածեինք Ջանո ջան, մի բան օրինեինք ասեինք, բայց Արմյա գնալ է բացվի դու։ Կանես ուռի աչքերդ բանից դուրս ակալի։ Հա, ախպեր ուռել եմ, որ չջոգեմ ինչա կատարվում։ Դու սենց տենենցը չես ջոգում ինչա կատարվում։ Իրականում շատ վատ բան է կատարվում, ասեմ իմանաս։ Հորս անև թե փոշմանել եմ ինչ եմ արել, թե հորս Սուս մնա, արա, սուս մնա, սուս։ Դու դաշը չգիտես ինքը ով է, նենց որ սուս մնա։ Ով ուզում ալնի ես իրա։ Ես վստահ եմ, որ դուք իմ կողմն եք, հերս էլ, հոպարս էլ, գիտեմ, որ չեք թողա, որ ես կորեմ։ Հոպարը, հա։ Հա, հոպարի հետ լավ արնելու ամեն ինչ Ջանո, հոպարը ոտի է կայնելու, այ կտենաս, հոպարը սապրելու է։ Պապան հորս անև պապան։ Մնաս դե։ Որ կմորթի ինձ ախպեր։ Գնան դկային։
Հիմա ասա ինչ ա եղել։ Արդեն ասեցի, ատոնում մամերցը։ Ո՞նց է եղել։ Ավելի լավ չասեմ։ Ո՞նց է եղել։ Տղետ կրակել է։ Թող չիմանա աղեքս մասը։